Բարեզես հարգելի գործընկերներ, սկսում ենք 2026 թվականի փետրվարի 5-ի կառավարության հերթական նիստի աշխատանքը նախ պետք է հաստատենք նիստի օրակարգի վերաբերյալ դիտարկումներ առաջարկություններ կան, ովքեր են կողմ օրակարգը հաստատելուն, շնորհակալություն օրակարգը հաստատված է, հիմա պետք է հաստատենք նիստի օրակարգում ներառված չզեկուցվող հարցերի վերաբերյալ դիտարկումներ կան, ովքեր են կողմ չզեկուցվող հարցերը հաստատելուն, չզեկուցվող հարցերը նույնպես հաստատել ենք, հիմա պետք է անցնենք օրակարգի զեկուցվող հարցերի քննարկմանը, առաջին զեկուցվող հարցը համար 4 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին զեկուցող շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյան, պարոն Մկրտչյան, խնդրեմ։ Մեծարգո պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ եւ գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը Սույն որոշումով 2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափականակ, որսի իրականացման ժամկետը սահմանում ենք սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։ Որոշման մշակման համար հիմք են հանդիսացել 25 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացված Սևանա լճում ձկան պաշարների հաշվառման տվյալները, համաձայն որի 25 թվականի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Գիտական կենտրոնը ըստ պայմանագրի 26 թվականի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի հավելյալ չափականակ աշնանային որսաշրջանի համար։ Ավելացնեմ նաև, որ համաձայն հարկային օրենսգրքի փոփոխությունների 26 թվականին սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կիլոգրամի դիմաց սահմանվել է 200 դրամ, նախկին 65 դրամի փոխարեն։ Բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափականակի համար։ Ներկայացնեմ նաև որոշ տվյալներ նախորդ տարիների վիճակագրության վերաբերյալ։ 2025 թվականին մենք ընդհանուր սահմանել ենք 1123 տոննա որսի թույլատրելի չափականակ 3 փուլով։ Առաջի փուլում 314 տոննա, երկրորդ փուլում 189 տոննա եւ երրորդ փուլում 620 տոննա։ Փաստացի որսվել է 1103 տոննա, վճարվել շուրջ 72.5 միլիոն դրամ բնօգտագործման վճար։ 24 թվականին ընդհանուր չափականակը կազմել է 679 տոննա, երկու փուլով 257 եւ 422, փաստացի որսվել է 652.5 տոննա, վճարվել 44.1 միլիոն դրամ բնօգտագործման վճար։ 23 թվականին սահմանվել է ընդհանուր 600 տոննա չափականակ կրկին երկու փուլով, յուրաքանչյուր փուլում 300 տոննա, փաստացի որսվել է 366.1 տոննա, վճարվել 25.4 միլիոն դրամ բնօգտագործման վճար։ Հարգելի գործընկերներ, ինչպես տեսնում ենք, այս տարիների ընթացքում աճ է նկատվել եւ որսի սահմանաչափերի եւ փաստացի որսված ձկան չափականակների, ինչպես նաեւ վճարված բնօգտագործման վճարի չափով։ Խնդրում եմ հաստատել նախագիծը։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Դուք նշեցիք, որ 2024 թվականին հաջորդող ժամանակահատվածում մենք իրականում ավելի վստահ լինելով, որ Սևանում սիգ տեսակի ձկնատեսակի քանակությունները այնքան են, որ 1000 տոննան գերազանցող չափականակով որսը չի կարող վտանգել բնապահպանական խնդիրը կամ ձկան անհրաժեշտ քանակները եւ 2025-ին եւ ենթադրվում է, որ նաեւ 2026-ին, որովհետեւ առաջին հաստատմամբ մենք արդեն քննարկում ենք 550 տոննա չափականակ հաստատելու հարցը, դարձել է հուսալի տեղեկություն։ Ինչ աշխատանք է նախորդել նրան, որ ես գիտեմ նաեւ, որ 2024 թվականին նախարարությունը համագործակցել է փորձառու
այդ ոլորտում չափումներ իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ եւ այն եզրակացությանը, որ հանգել է այս ընթացքում, մեծամասամբ նպաստել են նաեւ այդ աշխատանքները։ Կպարզաբանեք, թե ինչ է ընկած եղել այդ աշխատանքների հիմքում եւ արդյունքում եւ դա ոնց է օգնել կառավարությանը հետագա ժամանակահատվածի համար վստահ լինել, որ մենք ավելի շատ չափով ձկան որս թույլատրելով կարող ենք երաշխավորված ձևով մտածել, որ դրանով որևէ բնապահպանական խնդիր չենք առաջացնելու։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ։ Ինչպես արդեն նշեցի, ուսումնասիրությունները շրջակա միջավայրի նախարարությունը պատվիրակում է Գիտությունների ազգային ակադեմիային եւ վերջին 3 տարիների ընթացքում նրանց ուսումնասիրությունների հիմքով են սահմանվել չափաքանակները, սակայն այո, չենք բավարարվել միայն մեր Գիտությունների ազգային ակադեմիայի իրականացված ուսումնասիրություններով, մենք համագործակցել ենք միայն միջազգային մեր գործընկերների հետ, մասնավորապես Չեխիայի ոլորտում շատ մասնագիտացված փորձագետների հետ, որոնք իրականացրել են անկախ ուսումնասիրություն եւ նրանց ներկա իրականացրած ուսումնասիրությունների թվային տվյալները գրեթե նույնական էին Գիտությունների ազգային ակադեմիայի իրականացված թվային տվյալների հետ, ինչը մեր համար լավ հիմք է, բավարար հիմք է հիմնվելու հիշյալ ուսումնասիրությունների արդյունքների վրա։ Նշեմ նաև, որ ուսումնասիրությունները իրականացվում են ոչ միայն չափաքանակների վերաբերյալ, այսինքն ձկան քանակի վերաբերյալ, այլ նաև պարզվում են արդյունագործական որսի չափաքանակները, ինչը պայմանավորում է ձկան չափով եւ տարիքով։ Եվ ինչպես նշեցի, արդեն 25 թվականի համար ընդհանուր 3591 տոննայի մեջ, ընդհանուր ձկան պաշարի տոննայի մեջ 1373 տոննան արդյունագործական չափաքանակն է եւ որի 40%-ով մենք հիմա թույլտվություն ենք տալիս որսի չափաքանակի վերաբերյալ։ Բացի այդ նաև արգելված ժամանակահատվածում, որը սկսվել է նոյեմբերից մինչև փետրվարի 6-ը, իրականացվել է նաև գիտական որս Գիտությունների ազգային ակադեմիայի եւ շրջակա միջավայրի նախարարի փորձագետների կողմից սիգի ձվադրման փուլերը հաստատելու եւ նույն ժամանակային փուլերը վերահսկելու համար եւ ժամանակահատվածը, որ սահմանում ենք արդեն որսի թույլտվությունը, մենք ընդգծում ենք, որ ձվադրման process-ն ավարտվել է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Հարցեր, հարգելի գործընկերներ, չկան, ովքեր են դեմ նախագիծը հաստատելու։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է եւ հաջորդ զեկուցվող հարցն է բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու մասին։ Զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, խնդրեմ տիկին Ավանեսյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առողջապահական պետությանը 100% սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում գործադիր մարմնի նկատմամբ նոր պահանջների սահմանման մասին նախագիծը, ըստ որի մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները, որովհետև ըստ էության փակ բաժնետիրական ընկերությունները հանդիսանալով նաև շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ պետք է հնարավորություն ունենան ուրեմն ընդգրկելու նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, ովքեր ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությունով եւ ունենան նաև գործադիր ուրեմն մարմիններում աշխատանքային փորձի բավարար ուրեմն պայմանին համապատասխանեն։ Ըստ էության, պարոն փոխվարչապետ, մենք վերանայում ենք բժշկական կենտրոնների նաև նկատմամբ ուրեմն աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները, առողջապահության նախարարությունը սահմանելով զարգացման ուղեծիրը մեր բժշկական կենտրոնների համար հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ դրված
նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ ուրեմն առաջադրանք եւ հաջորդիվ արդեն նաեւ հաշվետու լինեն, թե իրենց կառավարման ընթացքում բժշկական կենտրոնը ինչպիսի ֆինանսական, նաեւ բժշկական արդյունքների է հասել։ Մեզ համար շատ կարեւոր է, որ պետական մասնաբաժին ունեցող բժշկական կենտրոնները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման ուրեմն անընդհատ ավելացող արդյունքներ եւ մենք էլ ունենանք չափելի ուրեմն ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները եւ հետո էլ գնահատել նաև մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը։ Մենք իհարկե տարբեր ուրեմն չափի կազմակերպությունների համար նաև աշխատանքային ստաժի եւ կրթության մասով տարբեր պահանջներ ենք դրել, որովհետեւ այստեղ էլ պիտի հաշվի առնենք կադրային հագեցվածությունը մեր փոքր ամբուլատորիաների առումով եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև գնում ենք խոշորացման, կազմակերպայրավական ձևի խոշորացման, ուզում եմ ընդգծել եւ եւս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ բժշկական կենտրոն, ամբուլատորիա, ԲՄԿ Հայաստանի Հանրապետությունում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպայրավական ձևով, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել, առավել վարչատնտեսական ծախսերը կրճատել եւ ավելի մեր ֆինանսական միջոցները ուղղել հենց բժշկական ծառայությունների բարձր որակ ապահովելուն եւ ոչ թե ըստ էության ոչ անհրաժեշտ ծախսեր իրականացնելուն։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, դուք կարևոր նշում եք անում ծառայությունների որակի մասին եւ բոլոր այս քննարկումները, այդ թվում նաեւ պետական կամ համայնքային բժշկական կազմակերպությունների կառավարման ուղղությամբ մեր կողմից կայացվող որոշումները նպատակ ունեն հենց այդ ծառայությունների որակը բարձրացնել։ Եվ եթե այն տեղեկությունները, որոնք որ պետք է հիմք հանդիսանան այդ դատողությունները անելու համար, նաեւ հրապարակային են այն տեսանկյունից, որ մենք պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկվճարողների ցանկում ունենք նաև պետական կամ համայնքային սեփականությամբ բժշկական կազմակերպություններ եւ կարող ենք նկատել, որ նրանք բավական մրցակցային են այն առողջապահական բժշկական կազմակերպությունների նկատմամբ, որոնք գործում են մասնավոր սեփականությամբ։ Այնուամենայնիվ ես ուզում եմ առանձնացնել, որ այն փաստը, որ մենք ոչ միայն կառավարման ուղղությամբ ենք որոշումներ կայացնում, այլ նաև մեծածավալ ներդրումներ ենք կատարում այդ բժշկական կազմակերպությունների վերազինման ուղղությամբ, թե միջավայրի, թե տեխնոլոգիաների կամ սարքավորումների, որոնք որ կիրառության մեջ են, եւ եթե այս տեսանկյունից մտածենք, այն ֆինանսական հատույցը, որ դրված է այդ ներդրումների դիմաց, պետական եկամուտների տեսանկյունից այնքան նշանակալի չի, որ դա առաջնային նշանակություն ունենա կառավարության համար, թեև պակաս կարևոր չի, ինչպես դուք նշեցիք։ Համապատասխանաբար նաև կառավարիչներին կամ տնօրեններին ներկայացվող նոր պահանջները այն նպատակով են սահմանվելու, որ մենք վստահ լինենք, որ այնտեղ մարդիկ են, ովքեր ավելի լավ կարող են տնօրինել այն ակտիվները, որոնք պետության ներդրումներով հատկացված են որակյալ ծառայություններ մատուցելու համար, եւ դուք վերահսկելու որոշակի գործառույթներ ունենալով կարողանալու եք հետևել եւ անհրաժեշտ միջամտություն ցուցաբերել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Հարցս այն է, թե դուք ունեք արդյոք այնպիսի ընդհանրական պատկերացում, որոնք այս օրենքի ընդունմանը հաջորդող ժամանակահատվածում պետք է սահմանվեն այդ կառավարիչների նկատմամբ եւ ինչ պարբերականությամբ է, որ առողջապահության նախարարությունը հավաքելով այդ տեղեկատվությունը պետք է մեր հասարակությանը եւ կառավարությանը տեղեկացնի վիճակի վերաբերյալ այդ տեսանկյունից, այսինքն որքանով են համադրելի մեր բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը մասնավորապես, մասնավորների կողմից մատուցվող ծառայությունների որակին եւ նաեւ ընթացքում այն որոշումների վերաբերյալ, որոնք պետք է կայացվեն։
Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, այո, վստահաբար մեզ համար առաջնահերթությունը բժշկական ծառայությունների որակն է եւ հենց դրա հասնելուն է ուղղված նաեւ այն ահռելի կապիտալ ծախսերը, որոնք մենք իրականացնում ենք որպես հիմնադիր պետական առողջապահական կազմակերպությունների եւ այստեղ էլ որպիսի մեր ներդրումները եւ քանի որ պետական բժշկական կազմակերպությունները նույնանման մրցում են մասնավոր բժշկական կենտրոնների հետ եւ հավասար պայմաններով ենք մենք նրանցից ծառայություններ գնում, այստեղ էլ ծառայություններից գոյացած հասույթից պետք է մենք կարողանանք ճիշտ համամասնությամբ թե ներդրումներ անենք նաև ընթացիկ արդեն վերանորոգումների եւ հագեցումների, այստեղ էլ մենք շատ կարեւոր է որ կապիտալ ներդրումների եւ ընթացիկ ներդրումների պլան ունենանք, որ կայուն լինի մեր ակտիվների կառավարումը, բայց նաև վարչատնտեսական ծախսերի խելամիտ եւ արդյունավետ լինելուն է ուղղված, որովհետեւ այստեղ էլ սա այն ծախսերն են, որ միշտ կարող են աճել, բայց մենք պիտի այստեղ նաև խոշորացման եւ կորպորատիվ կառավարման հաշվետվողականության հենց հիման վրա կարողանանք վստահ լինենք, որ այս ծախսերը արդյունավետ են, ուղղված են զարգացման եւ նաև նպաստում են լավ կադրեր ներգրավելուն։ Պարոն Խաչատրյան, մենք պահանջների հետ կապված դրել ենք օրենքով, այս հենց փոփոխություններով, որ լիազոր մարմնի հրամանով կսահմանվեն այդ զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները եւ հաշվետվողականության պարբերականությունը։ Մենք կարծում ենք, որ պիտի լինի ուրեմն 6 ամսյա արդյունքների մասով համապարփակ հաշվետվողականություն, տարեկան եւ իհարկե նաեւ հնգամյա, որովհետեւ սովորաբար ուրեմն մրցույթների արդյունքում մինչեւ 5 տարի ժամկետով են կնքվում գործադիր մարմնի հետ պայմանագրերը։ Այս պարբերականությունն ենք նախատեսում արդեն ենթաօրենսդրական ակտերով սահմանելու։ Այլ հարցեր, պարոն Թովոսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, նախ ուզում եմ ասել, որ ամբողջությամբ կիսում եմ Տիկին Ավանեսյանի մոտեցումները այդ